Մեր հաղթանակից հետո Երևանի քաղաքապետարանը 15,000 դրամ կվճարի յուրաքանչյուր քաղաքացու, ով կգա քաղաքապետարան եւ կփաստի, որ ինքը հրաժարվել է ընտրակաշառքով քվեարկելու։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուսումնասիրում է Նիկոլ Փաշինյանի նախընտրական առաջարկը, որով նա խոստանում է ընտրվելու դեպքում մայրաքաղաքի բյուջեից 15,000 դրամ հատկացնել այն քաղաքացիներին, ովքեր կհրաժարվեն ընտրակաշառքից։ Ինչպես Ազատությանը տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ուսումնասիրությունից հետո հանձնաժողովը հանդես կգա հայտարարությամբ, եւ եթե պարզեն, որ այդ խոստումը հակաօրինական է, կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։ Նշենք, որ Փաշինյանի նախընտրական այս խոստումը հայտնվել է ընդդիմադիրների քննադատության թիրախում։ Երկիր Սիրիանի կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը պնդում է, Փաշինյանի առաջարկը ընտրակաշառք է, ինչը քրեորեն հետապնդելի արարք է։ Խորհրդարանից դուրս մնացած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նույնպես չի արդարացնում ելքի այս նախաձեռնությունը, ընդգծելով, չի կարելի իշխանության դեմ պայքարել վերջինիս զենքով, փորձելով օրինականացնել ընտրակաշառքը։ Թե արդյոք ելքը ընտրական օրենսգրքի խախտում է թույլ տալիս, ընտրողին խոստանալով 15,000 դրամ, առաջիկայում այս հարցի պատասխանը կտա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Ամեն դեպքում Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիկնաց Տիգրանյանն Ազատության հետ զրույցում պնդեց. անգամ եթե նպատակը ազնիվ է եւ ցանկություն կա պայքարել ընտրակաշառքի դեմ, միևնույն է, այնինչ առաջարկում է Փաշինյանը ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի խախտում է, որով արգելվում է կուսակցություններին կամ նրանց ներկայացուցիչներին քարոզչության ընթացքում ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ, խոստանալ դրամ, սննդամթերք, ապրանքներ կամ մատուցել կամ խոստանալ ծառայություններ։ Ըստ Տիգրանյանի առաջին հայացքից կարող է թվալ, թե ելքի առաջարկը նպատակ ունի կանխել ընտրակաշառքը, սակայն ստացվում է, որ քաղաքական ուժը ցանկանում է ապօրինության դեմ պայքարել մեկ այլ հակաօրինական քայլով։ Ոչ թե ցանկացած պարագայում մենք ձեզ կտանք միայն թե հիմա մի վերցրեք այդ ընտրակաշառքը, այլ կա պայման, երբ որ մենք կընտրվենք, այդ դեպքում որպես օգնություն նրանք, ովքեր չեն վերցրել ընտրական կաշառքները, կգան դիմում կգրեն եւ կստանան օգնություն։ Դա նշանակում է, որ տրվում է խոստում իրենց ընտրվելու դեպքում դրամական օգնություն տալու վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ այդ հայտարարության մեջ օրինականության հետ կապված խնդիր կա։ Ձեր կարծիքով սա ընտրակաշառքի դեմ ընտրակաշառքով պայքարելու օրինակ է։ Այո, ապօրինության դեմ մեկ այլ, այսպես ինք շատ ավելի լղոզված, ոչ ակնհայտ, բայց ըստ էության դա ևս հակաօրինական պայքարի ձև է։ Մինչդեռ ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացրած իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոնիսյանն այլ մոտեցում ունի։ Վերջինիս համոզմամբ այն, ինչ առաջարկում է Նիկոլ Փաշինյանը, գուցե պոպուլիզմ է, բայց ոչ ընտրակաշառք։ Իոնիսյանի պնդմամբ, եթե ամեն տեսակի խոստում որակենք ընտրակաշառք, ապա կստացվի, որ կուսակցություններն այլևս չեն կարողանա նախընտրական խոստումներ տալ։ Իմ կարծիքով սա ոչ թե ընտրակաշառքի խոստում է, սա ավելի շատ նախընտրական խոստում է։ Ինքը խոստանում է, որ ընտրվելու դեպքում այսպիսի քայլեր կանի։ Բայց մենք նույնը տեսանք Գագիկ Ծառուկյանի դեպքում, երբ որ նա խոստանում էր լուծել խնդիրները մարդկանց եւ նա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից զգուշացվեց։ Տարբերությունը հիմնականում նրանումն է, որ այս դեպքում իրենք ասում են, որ իրենք դա կանեն Երևանի քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում։ Այսինքն ընտրակաշառքի ծագումնաբանությունը, երբ որ փոխվում է, եթե քաղաքապետարանի կողմից են այդ գումարները սոցիալական աջակցության ձևով տրվում, սա արդեն ընտրակաշառք չէ, բայց եթե դուք մասնավոր գրպանից ես տալիս, դա արդեն ընտրակաշառք է։ Նաև դա, որովհետև դա չի բխում լիազորություններից, հա, իրական շատ ուրախ կարևոր է լիազորություններից բխում է, թե չի բխում։ Իրենք ասում են, եթե մենք ընտրվենք, մենք կստանանք լիազորություններ կառավարելու Երևան քաղաքի բյուջեն եւ մենք կկառավարենք այս կերպ։ Երևանցիները մայիսի 14-ին պետք է որոշեն, թե Երևանի մոտավորապես 84 միլիարդ դրամանոց բյուջեն ինչպես պետք է կառավարվի։ Այս քաղաքական ուժը ասում է այդ բյուջեի կառավարման սահմաններում ես ցենց բան կանեմ։ Դուք սա ընտրակաշառք չեք դիտարկում որպես այս առաջարկը Նիկոլ Փաշինյանի։ Որպես այդպիսի ընտրակաշառք ճիշտ ասած ես չէ։ Այդ սահմանը մի քիչ միարժեք չի։ Հիմա ենթադրենք ես ասում եմ, ես որ ընտրվեմ, ես կբարձրացնեմ բոլորի թոշակները 5,000 դրամով։ Դա նախընտրական խոստում է, թե դա ընտրակաշառք է։
Իմ ընկալմամբ սա նախընտրական խոստում է, երբեմն իհարկե պոպուլիզմի վերածվող նախընտրական խոստում է։ աշխատավարձ Սա թոշակի, իսկ սա իրենք ասում են, որ դա լինելու է սոցիալական վճար։ Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատուն շեշտում է, հաշվի առնելով, որ այս հարցի շուրջ իրավաբանների շրջանում միանշանակ մոտեցում չկա, շատ կարևոր է լիազոր մարմնի, տվյալ դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիրքորոշումը, արդյոք ելքի առաջարկը քարոզչության խախտում է, թե ոչ։